շուրջը իրեն սերը տեսնալու համար։ Ուրեմն մենք պիտի շարունակենք մեր սերդողությունը Հեսուի գիրքը սերդելով գսե հավատքի թասերը։ Մենք գիտենք, որ երբ որ 5 դագարանը կգարտանք, մենք անդեղ են թասեր ունենք սորվելիք։ Ոչ միայն որպես պատմություն կգարտանք, այլ կգարտանք, թե ատկե մենք ինչ թաս ունենք սորվելու մեր հիմակվա կյանքին համար։ Եվ ամայման թասեր ունենք անդեղ են առնելու։ Հասած ենք 7-րդ թասը, որ կգոչվի գադարյալ հավատարմություն, երկրպագություն պատերազմական կոդին մեջ։ Հետաքրքիր վերնակիր մնե, պատերազմեն առաջ հավատարմություն նախ Աստծո։ Աղոթենք Սուրբ Հոգին, խնդրենք, որպեսզի մեզի իմաստություն տա Աստծո հասկանալու։ Երկնավոր փառավորյա Սուրբ Հայր, շնորհակալ ենք քեզ մեր երկու բոլոր բարիքներուդ համար։ Հիմա որ քու խոսքդ պիտի գարտանք, եւ պիտի սերդենք, եւ պիտի տեսնանք դու ինչ թասեր ունես, կխնդրենք, որ մեր սիրտերը պատրաստես, որպեսզի քու խոսքդ մեր սիրտերուն մեջը թասը լա մեզի, եւ մենք կարենանք քու խոսքիդ հայմատ մեր կյանքը ապրիլ։ Ոչ միայն լսողներ, այլև գալարողներ ըլլալով։ Հիսուսի անունով խնդրեցի, քու փառքիդ համար ըլլա, ամեն։ Ուրեմն մենք մեր սորվելիք համարն է Մատթեոս 6-րդ գլուխ 33-րդ համարը։ Դարձանք։ Այդ առաջ խնդրեցեք Աստծո թագավորությունը եւ անոր արդարությունը ու այն բոլոր բաներն ացեզի պիտի դրվին։ Այո։ Ուրեմն Հիսուս կսե որ նախ խնդրեցեք, ինչ պիտի խնդրենք նախ։ Աստծո թագավորությունը, ինչպես կրնանք Աստծո թագավորությունը խնդրել մեր սիրտերուն մեջ, այո։ Մեր սիրտերուն մեջ, մեր յանքերուն մեջ կուզենք, որ Աստված թագավոր է։ Նախ Աստված թող թագավոր եւ իր արդարությունով ապրի մեզի հետ։ Եվ մյուս բոլոր բաները Հիսուս ուրիշ տեղ ասավ մի խորիկ թե ինչ պիտի դեք, ինչ պիտի խմեք։ Ադոնք արդեն ասավ հետամոսները միան գխորին։ Դուք ադոնք Աստված ցեզի արդեն դվեր է։ Աստված այսօր մեզի քեղեցիկ անցրև գուտա, որովհետեւ վերջը բդուղը եւ փանչարեղենը մեզի համար աջեցն է։ Աստված ամեն բան մեզի համար դված է արդեն։ Նախ ուրեմն Աստծո արքայություն եւ անոր արդարությունը խնդրենք, այն ամեն բաները մեզի բիդրվին։ Ուրեմն մենք հասանք տեղը, որ Հեսուի քիրքին մեջը Հեսուն եւ Իսրայելի ժողովուրդը հասան Կանանու երկիրը եւ մեկ մասը հորթարան քեդին մեկ կողմը առավ աթողերը, մյուս քանի մցեղերը 7 ցեղերը մյուս կողմը պիտի առնեին եւ այդ պատմության մեջ տեղն ենք։ Ուրեմն պիտի գարտանք Հեսուի քիրքեն 5-րդ գլուխ 1-7 համարները։ Հեսու 5-րդ գլուխ 1-7 համարները։ Երբ լսեցին ամորհացիներուն բոլոր թագավորները, որոնք որ կանանեն ասեն արևիկյան կողմը կպնակեցին, ու կանանացիներուն բոլոր թագավորները, որոնք ժողովրդական կպնակեցին, Տերը Իսրայելի որդերուն արժևեն մինչև անոնց անցնելը, որ Քանանի ջուրը ցանկեցուցեր է, անոնց սիրտը հալեցավ ու Իսրայելի որդերուն երեսեն անոնց վրա համարձակություն չմնաց։ Այնադենտերը Հեսուին ասավ, քեզի այլավ խածեր ցանկակներ շինե ու թանակներ Իսրայելի որդիներուն տլպատե։ Հեսու իրեն քայլա խավե թանակներ շինեց ու լուր անտլպատության ասված դեղը Իսրայելի որդիներուն տլպատեց։ Այս է պատճառը, որում համար Հեսու զանոք տլպատեց ժողովրդին բոլոր արուները, որոնք Եգիպտոսեն ելան եւ բոլոր պատերազմով մարդիկը Եգիպտոսեն ելել ետքը անապատին մեջ ճամփան ներան։ Այդ բոլոր ժողովուրդը տլպատված է, բայց Եգիպտոսեն ելել ետքը անապատին մեջ ճամփան ծնած ժողովուրդը չէր տլպատված, քանզի Իսրայելի որդիները 40 տարի անապատին մեջ պատտեցան, մինչև որ Տերոջը խոսքին հնազան եղող բոլոր ազգը, այսինքն Եգիպտոսեն ելող պատերազմիկները սպարեցան, որովհետև Տերը անոնց համար երկում հրավ,
որ այն երկիրը անոնց չծծենե, այն կատը ու նեղրը պղող երկիրը, որ դերը անոնց հայրերուն երթոմ հրեր մեզի տալու, ուստի անոնց դեր, անոնց ծավակները հանեց, ուզանոնց տլպատեց հեսու, կանձի անտլպատ էին, որովհետև ճամփուն մեջ տլպատված չէին ծանոն, Այո, բոլոր ժողովուրդին տլպատվիլը լմնցավ, բանակին մեջ իրենց դերը նստան, մինչև որ առողջացան, այնատեն դերը հեսուին ասա, այսօր Եգիպտոսին նախադինքը ձեր վրա եմ դերցուցի, ուստի այնտեղին անունը մինչև այսօր կակաղը սվեցավ, Իսրայելի որդիները կակաղայի մեջ բնակեցան ու անցուն 14-րդ օրը իրիկվան դեր Երիկովի տաշտերուն մեջ զադիգը ըրին, զադիգին հետևյալ օրը գերան ան երկրին բդուկեն ու պաղարշ նույն օրը փողրան սորեն ալ գերան, հետևյալ օրը երբ ան երկրին բդուկեն գերան, մանանան տապրեցավ անկետ Իսրայելի որդիներն մանանան չստատան, այն տարին կանանայի երկրին բդուկեն գերան, շնորհակալ եմ, հետաքրքիր պատմություն մը գահոս, կրնանք ասել, որ ինչ պետք ունենք մենք աս պատմությունը գիտնալու, ինչու համար է մեր պետքը, քանի որ հոս Աստծո ուխտը գա, Աստված ուխտ ուներ Աբրահամին հետ, թվփադության ուխտը ինչու համար դվավ, որ Աբրահամի ժողովուրդն է, ասիգա զած ժողովուրդ մը բիդալա, և ուրեմն Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն չելած բոլորը թրփադված էին, բայց այդ 40 տարին ով որ ծնավ, անոնք չի թրփադվեցան, ուրեմն երբ որ հիմա բادرազմին արջևը եկան, տեղը հասան որ բادرազմ բինեն, տեղը հասան որ երգիրը բի ժարանքեն, Աստված ասավ կեցիր, նախ իմ ուխտս քեզի հետ պետք է նորոգվի, առանց ուխտի, առանց ապաշխարության մենք արջև չենք կրնալ երթալ, մեր Աստծո հետ ուխտը մեր ապաշխարությունն է, ուշտեղ մը գսե որ ձեր սիրտերը թլփադեցեք, թլփադությունը փամը չէ գսե Պողոս առաքյալ, վերջացավ ադիգակ, Հիսուս եկավ այլևս, ուխտը գադարվեցավ, բայց հիմա մենք մեր սիրտերը, այսինքն մեղքեն պետք է ազատվենք, և ասիկա նշան մներ, որ Աստված ես իր ժողովուրդը առանձնահատուկ հարաբերություններ ունին, և ուրեմն մեր ունեցած ուխտը Աստծո հետ մեր երախտագիտությունը պետք է լա, մեր շնորհակալությունը առ Աստված, թե մենք ինչ որ արած է Աստված մեզի համար, ոչ թե որ Աստծուց մեր օգուտ ստանալու համար, այլ որ արդեն որ Աստված մեր Աստվածն է, անու համար պետք է շնորհակալ լինենք։ Եվ հասկացա, որ աս պայքարը Աստծո պայքարն է, Տերոջը կպատկանի, ամեն պայքար Տերոջը կպատկանի, մենք չենք կնար գրվել, մենք մեզի պաշտպանել նույնիսկ, ամեն բարակայի մեջ Աստծո հանձնվենք, և Աստված է որ մեզի հաղթանակ և հարուշողություն կտա։ Հիսուս նույնը սկզբունքը գսե դարբեր ձևով, գսե նախ Աստծո արքայությունը և անոր արդարությունը փնտրեցեք և այդ ամենը ավելիով ձեզի կդրվի։ Շատ ժամանակ առօրյա կյանքը կարծես կջնշե մեզ այնքան կարևոր բաներու հրադապությամբ, որ մենք կմոռնանք առաջնահերթությունը տալ մեր կյանքի ամենակարևոր հարցին, Քրիստոսի հանդեպ մեր նվիրվածության ամենօրյա նորոգմանը, ամեն օր, ամեն արդու, շատերը վստահ են, որ լավ սովորություններ ունեք, երբ որ արդուն աչքենիդ կփանաք, նախ Աստծո շնորհակալություն կհայտնեք, Աստծո փառք կտաք։ Եթե չունեք այդ սովորությունը, լավ գլա որ ցեզի սովորություն եք, երբ որ գարթնակ աղոթեցեք, ծունգի եկեք, կամ ցեր անգողինա թե չեք կնա ծունգի կալ, Աստծո շնորհակալություն հայտնեցեք կյանքին համար որ դերը դված է, եւ այն խոսման համար որ դերը մեզի հետ պիտելա, Աստված այսօր ալ մեզի հետ պիտելա, եւ մեզի հետ դժվարություններու մեջ են մեզի պիտի անցնե։ Երկրորդը ասած զադիկ գսե որ զադիկը դոնեցին։ Ինչու համար աչափ կարևոր, երկրորդ կարևոր գործողությունը որ նախորդե նվաճման գործին զադիկը դոնելը գլա։ Այն ժամանակ հասան հոն, որ զադիկին օրը հասավ։ Եվ չսին որ մենք հիմա բادرազմի մեջ ենք, մորնանք զադիկը չենք կնարնել, բادرազմ լինենք, չէ,
բادرազմ չերին գեցուցին ամեն բան, որովհետեւ Աստծո զադիգը տոնեն Ամսուն 14 օրը իրիկվան թեմ ելիքովի թաշտեմ այդ զադիգը երին Հաց փածոտյա ելիքովի թաշտեմից դեր բادرազմ չենա դեր ելիքովի չեն նվաճացեր աստեղը իրենք նստան եւ զադիգը երին Եվ ատո հաջորդ օրը գսեգոր ատ երկրին բդուղեն սկսան ուդելու, երբ որ սկսան ուդելու մանանան թատրեցավ։ Այսինքն երբ որ իրենց կրծան այլևս հոգ տանին, Աստված ասա որ գփավե, վերեն գերագուր ցեզի, հրեշտակներու գերագուր գսվի գալի է, այնադենն է որ հոն է որ գեցավ։ Զադիգը ինչ կհիշեցնե իրենց։ Ինչու համար եղավ զադիգը։ Ինչպես եղավ որ զադիգը երին Եթե գհիշեք վերջին բադուհասը այն էր որ առաջնեկները պիտի մեռնեին եւ երբ որ իրենք ոչխարը մորթեցին առաջնեկին փոխարեն եւ ոչխարին այրունը սրսկեցին իրենց ծուրերուն վրան այնադենը մահվան հրեշտակը իրենց դուներուն անցավ եւ իրենց առաջնեկները չի մեռան եւ ասիգա է զադիգը Ուրեմն երբ որ իրենք եւ ծափադությունով եւ ազատիգը անելով նոր տարաշրջանը գսկսի իրենց կյանքին մեջ աս ժողովրդին կյանքին մեջ Բայց մեզի համար զադիգը դերոջը ընտրիկն է անիգա գծնե Հիսուս մեզի համար զոհվեցավ որովհետեւ մենք նոր կյանք ունենանք եւ ավելի փառավոր իրականություն փրկակնված բազմության երկնային կանան մտնելու Այդ բատկերը գուկա մեր արջևը Հիսուս իր մարմինովը իր այրունովը մեզի քնեց որովհետեւ մենք երկնային թագավորության արժանանանք երկնային Երուսաղեմի երկնային կանան արժանանանք Այո Առաջ երթալով միտնեսնանք որ ինչպես ուխտի սոհասեղաններ եղավ Հեսու 8-րդ գլուխ 30 եւ 31 համարները Այնադեն Հեսու Իսրայելի դերաստուժին սեղան մշինեց կեպարս լերան վրան ինչպես դերը դարան Մովսես Իսրայելի որդիներուն պատգերեր էր ու Մովսեսի օրենքներուն կրկին մեջ գրվածին Հեսու այս սեղանը ամբողջ արևե շինեց որպես Որոնց վրա երկար չէ կված Յովանով վրա դերոջը ողջագեսներ ու խաղաղության զոհեր մանցանեցին։ Այո, շնորհակալ եմ։ Ուրեմն Չէ, երկու համար միան հիմա վերջը։ Ուրեմն Մովսես Հեսուի ինչպես որ ասավ, որ Հեսու քարեր ժողվե, դեմնա գսե որ կարելի վերջը գահստենք քարերուն վրան ծեփն է եւ ծեփին վրան քրե բոլոր բադվիրանքները եւ 10 բադվիրանքներ եւ Մովսեսի բադվիրանքները այդ քարերուն վրան քրե եւ երկու տեսակ սեղան բիչիներ մեկ սեղանը բիչիներ որ վրան երբեք երգատ չէ տված այսինքն չէ տաշված անդաշ քարեր էին մեկ հատ զոյի սեղանը մյուս սեղանը բայց մյուս հիշադակը շինված էր որովհետեւ վրան գարնային քրել Ուրեմն ադիգա լալեն վերջը ողջագեսին խաղաղության զոհեր անոր վրա մատուցանեց Ուրեմն ինչ կնշանակի երբ որ ինչ կխորհրդանշե երբ որ բանտողության այդ ժամանակ իրենք այստեսակ հուշարձան կամ քարեր կհավաքեն եւ գդեն կցնե որ ուր բանտուղ եղած ադեն երբ որ Աբրահամը նույնիսկ Հակոբը եթե գիշեք երբ որ աշճանը տեսավ որ վեր գելեր հոն քարմը թրավ յուղով ոծեց փեթել թրավ կնշանակի որ այդ երգիրը այդտեղը Աստված իրեն բիդա թեր իրենը չէ բայց հավատք ունի որ ադիգա իրենը բիդի ըլլա օրմը ուրեմն անոր համար հոն գոթողը գտնե այդ գոթողը ադիգա նշանակե քանի որ Աստված խոստացել է ուրեմն ամենակարևորը սակայն Իսրայելի առաջնորդը թեպի ուխտին հավատարիմ կյանք ուխտին հետ այդ քարը ոչ միայն իրենց այդ երգիրը իրենց կպատկանի այլև վրան քրվածը
որ Աստծո հետ իրենք ուխտի մեջ մտածեն։ Կամ Աստծո բادرիրանքներն է, որ հոնքրված են։ Այդ ուխտին հավատարիմ մնալու բանը գծցնե հոն։ Ուրեմն Հեսու նաև նոր գդագային մեծը Եշուա, Հիսուս փառը նույն փառը գուկա, նույն անունն է, եւ Հիսուսին առաքելությունը ինչ էր։ Ուրիշ շատ բաներու մեջ մարդկության առաջնորդը թեպի Աստծո հնազանդ կյանք։ Հիսուսի ռադիգա է, որ մենք այնանք ուժ ունենանք, Սուրբ Հոգիով ուժ ունենանք Աստծո հնազանդելու եւ աստաբադակ իրակորձում Հիսուս պետք է ցերնարգեր բայկար չարի ուժերու հետ անոր վերջնական նպատակը ուխտի բաշտերը մեր անունեն գադարելներ Հիսուս մեզի համար մեր դեղը հրավադամենը որովհետեւ Աստծո այդքան խոստումներ անոր մեջ իրենց այոն կդանգս է անոր համար անով ամեն եղան Աստծո փառքին համար Գորընթացիս 1:20 մեջը Հիսուսի մեջ ամեն բան այո եղավ Ուրեմն 32-35 համարներն շարունակենք 8-րդ գլուխ Եվ այն կարևորում վրա գրեց Մովսեսի օրենքներում կրկին օրինակը, որ Իսրայելի որդիներն արջև գրեց։ Բոլոր Իսրայել եւ անոնց ձերերը ու ոստիկանները ու դատավորները դաբանագի մեկ կողմը ու մյուս կողմը դերոջ ուխտին դաբանագը վերցնող վերդասի կահանաներուն արջև գեցային թե օդարականները եւ թե նիգները անոնց գեսը կարիցին դրանին կողմը ու գեսնալ կեպաղ դրանին կողմը գայնեցան ինչպես դերոջ դարան Մովսես բادرադեր որպես Իսրայելի ժողովուրդը օրհնեն Անդե հետո օրենքին բոլոր խոսքերը գարտած թե օրհնությունները եւ թե անեծքները ինչ որ գրված է օրենքներով գրքի մեջ Մովսեսի բոլոր բادرանքներեն բնավ խոսքը չմնաց որ Հեսուս անիգա Իսրայելի բոլոր ժողովրդին եւ անոնց կիներուն ու դղակներուն եւ անոնց մեջ դդող օդարականի արջև չդարձավ Այո Հետաքրքիր բան գահոս երկու լեռներ մոտավորապես 20 մայլ հեռավորությունով Ցեղերուն մեկ մասը գերտա մեկ լեռան վրան, մեկ մասը գերտա մյուս լեռան վրան, մեկ կողմը անեծքներ կգարտան, այսպես չես, այնպես չես, այսպես չես, ով որ ասի գանե գանեցվի, ամեն օրենքին ինչ որ անեծքն է օրենքին, մյուս լեռան վրան կգարտան միայն օրհնությունները, երբ որ այսպես ես Աստված քեզի այսպես պիտի օրհնե, այսպես պիտի օրհնե, կարդացեք ցեզի համար հետաքրքիր է։ Բայց Աստծո խորանը կամ Աստծո Zohar lalik at altar. Ուխտը նելիք զոհա սեղանը կտրվի անեծքի լեռան վրան։ Հոնգն է զոհը։ Ասիկակին ինչ կծծնե, որ քաղաքացիներուն մեջը երրորդ գլուխ կադացած 3-ին համարը գսե որ Բայց օրենքը հավատքեն չի հաբա անոր կգադարե այն բաները ասով բիդաբրի Քրիստոս մեզի ցախո արավ օրենքին անեցկեն Ինք մեզի համար անիծվեցաբաց գրված է դանիցալ է անոր փայլե գախվի Ուրեմն Քրիստոս այդ օրենքը որ անեցկներու օրենքն էր Եթե սուտ խոսից ասանք բիլա եթե գողություն ես ասանք բիլա քեզի գարտակն է բավական երկայն է իրեն բան անեցկները Երբ որ Քրիստոս եկավ եւ զոհվեցավ, մեզ այդ բոլոր անեծներն ազատեց։ Վերցուց։ Ոչ թե վերցուց, որ մենք ազատորեն այդ անեծներուն բանը անենք, սխալները անենք, այլ որ ուժ ունենանք չնելու։ Կարողությունը տվավ Հիսուս մեզի որ անիգա չնենք։ Քանի որ իր վրա վերցուց այդ բոլորը, մեկը դա քարիզին է, հիմա գարտացիկ Քարիզի եւ Քեպախ լեռներուն վրան եղավ։ Ուրեմն վերջը թագավորացի մեջ գսե որ որբեսի ուխտը չմոռնաս եւ էլ չհբարդանաս չխորից որ թունքու ուժով ասիգա ամենը ըրիր վստահ գիցիր ասիգա Աստված էր որ հրավ Կայմը մենք մարդիկս հագված ենք մոռացության շուտ մը կմոռնանք հատկապես լավ բանը շատ շուտ կմոռնանք Ուրեմն կմոռնանք
Անփաները, որոնք չեն գրգռվի նույնիսկ հաճախությամբ կամ ուշնությամբ, յուրաքանչյուր հաղորդության ծառայության ժամանակ մենք հadoop առիթ ունենք վերստին նվիրվելու Տիրոջի եւ նորոգելու մեր ուխտի բառնավորությունները։ Հաղորդության այդ ժամանակ ինչ կնենք, մենք Տերոջը Հիսուսի մարմինին եւ այրունին հաղորդագից կլանք։ Եվ որը մենք տոնեն ադիգա մեզի առիթ կուտա նորոգելու մեր ուխտը Աստծո հետ։ Անշուշտ թե ամեն օր պետք է նորոգենք, բայց անիգա տեսակ մտարբեր ծևով նորոգություն մգլա։ Որպես մեր Աստծո հավատարմության հավաքական նորոգման առիթ մնե, ավելի ու ավելի անհատաբար հասարակության մեջ մենք պետք է վերակտնենք մեր համայնքային պատկանելու ուժը, որ գգիսե նույն աշխարհայացքը, արժեքները, համոզմունքները եւ առաքելությունը, եւ որ միասին գուքանք եւ հաղորդություն կառնենք։ Ուրեմն գարտանք Հեսու 18-րդ գլուխ 1-2 համարները։ Սայրի ոգիներուն բոլոր ժողովուրդը սերովի մեջ հավաքվեցան, երբան վկայության խորանը կանգնեցուցին, երկրի անունց արջև նվագեցան։ Սայրի ոգիներուն մեջ յոթը ծեր մնացել է, որոնք իրենց ժառանգությունը արած չէին։ Այո, ուրեմն մենք հիմա քիչ մնացանք, որ ինչպես նվաճեցին, բայց մեկ անգամ են գտրինք, որ այլևս նվաճվեցավ եւ այդ մնացած ցեղերը 7 ցեղը իրեն ժառանգությունը որ չէին արածոն արին առնել են վերջը բոլորը միասին հավաքվեցան սելովի մեջ կսե եւ հոն վգայության խորանը գանքնեցուցին, այսինքն այն վգայության խորանը որ մեկն է, ուր որ դերոջը ներգայությունը գար, որ իրենց հետ դպերին ադի է խորանը սրբարանը, այսինքն կներկայացնի ժողովրդի մեջ բնակվելու Աստծո խոստման գադարումը, այսինքն Աստված խոստացավ է ցեզ հետ պիտի ապրիմ եւ հիմա դեռ հասան որ սելովի մեջ որ վերջը Երուսաղեմ պիտի լա, կամ սելով Երուսաղեմը կնշանակե կբացայտե ասկիրքին կենտրոնական թեման, որ այսինքն Աստծո ներկայությունը Իսրայելի մեջ։ Աստված կուզեի ժողովրդին հետ բնագիլ, Աստված կուզե մեզի հետ բնագիլ, Աստված կուզե մեր սիրտին մեջ բնագիլ, Աստված կուզե մեր կյանքին մեջ բնագիլ։ Աստծո երկրպագությունը կենտրոնական դեղ պետք է սպառեցնե, պետք է քերագայ նույնիսկ երկրի նվաճումը, քու հաջողությունը, քու առողջությունը, քու ընտանիքը, քու կարիերատ, ինչ որ ունիս տուն Աստծո հետ ունեցած հարաբերությունը ատկի ավելի առաջ պետք է լա։ Սրբարանի գառուցումը տելով հողափաշտման առանցքային գեդին մեջ, հողը երբ որ փաշխեցին մեջտեղը դրին, Հեսուն ցույց կտա, որ Իսրայելի ողջ կյանքը կբդդվի սրբարանի, այսինքն Աստծո Յահվեի երկրային բնակավայրի շուրջը։ Ոնց որ մեր կյանքը կդառնա Աստծո շուրջը, եկեղեցին շուրջը, Աստծո խոսքին շուրջը։ Մեզի համար որպես քրիստոնյա, որ գաբրինք նախադիբային հավության օրը, ավելի կարևոր է մեր հայացքը կենտրոնացնել երկնային սրբարանի վրա։ Երկինքը եղող սրբարանը գա, որ ցույց տվավ անոր օրինակը Մովսես շինեց։ Երբ որ մենք դեռ շարունակենք մեր բայկարը ժամանակից կամ հետ մոդեռն գսեն, այսինքն հսկաներու հետ, որոնք մարտավերը գնել մեր հավատքին, հույսի եւ հոգեվոր ժառանգությանը, ամեն օր մենք կռիվի մեջ ենք, բայկարի մեջ ենք։ Մեր հավատքին հագարակ եղող ուժերուն հետ։ Ուրեմն մշտապես ապավինելով խաչի վրա գդարված երկնային սրբարանի մեջ իրականացվող Քրիստոսի ծառայությանը, մենք գիտենք, որ Քրիստոս մեր քահանայապետն է եւ հիմա սրբարանի մեջ ինքը իր քահանայապետական պաշտոնը գդար է, քանի որ մեզի գներ է դեր։ Չէ՞, երբ որ մենք Աստծո գուքանք գներ է, այո։ Մենք կրնանք հավատքով սպասել այն ժամանակ, երբ Աստված կրկին կբնակվի իր ժողովրդի մեջ, սակայն այս անգամ այդ կլա Հավիդյան։ Հայտնության մեջ գրված է, որ այս այլևս իր խորանը մեր մեջ պիտի լա, մենք միասին Քրիստոսի հետ Հավիդյան պիտի ապրենք։ Վերջացնելու համար պիտի կարդամ լսի քրությունը Մովսեսի միջոցով դրված ցուցմունքներու համաձայն մեծ քարերեն մեկ հուշարձան կանգնեցուցին Քեփախ սարի վրա, այդ քարերու վրա, որոնք նախորդ ծեփված էին գիրով,
փորակրվածավ օրենքը ոչ միայն 10 բادվիրանքները դրված Սինայեն, այլ փորակրվածավ քարե դախտակներու վրա, որբե այլև Մովսեսին դրված օրենքները, որ անոր կողմեն քրված են քիրքին մեջ։ Այս հուշարձանին եւ քրծեցին, երբ որ գարտացին, բոլոր ժողովուրդը լսեց։ Եվ ովևէ մեկը դուրս չի մնաց, չգիտնալու Աստծո պահանջը իրենց մե։ Հետարքիր պամսեմ, ես վերջերս Հայաստան այցելեցի եւ Մանենաթարան կացի։ Մանենաթարանը դեղման է, որ հին manuscripts, քիրքեր կբահվին, շատ հին քիրքեր, հինություններ կբահվին հոն։ Երբ որ ներս կմտնաս, երկրորդ հարգը կամ առաջին հարգը, երբ որ ներս կմտնաս մեկ սենյակը, 10 բادվիրանքները խոշոր, այսպես մեծ, իմ հասակես ավելի մեծ, 10 բادվիրանքները քրված եւ արջևը դրված են։ Ամենը բար առ բար մեծ, այսինքն բոլոր չէ գրջատված բادվիրանքը, բادվիրանքը բոլորովին քրված է եւ ոնց դրված է։ Ամեն մարդ որ երթա գրնա տեսնալ, այսինքն Աստծո խոսքը բահված չէ։ Աստծո խոսքը հայտնի է եւ ամեն մարդու մատչելի է, ամեն մարդ կրնա Աստծո խոսքը լսել եւ գարտալ ինքը իր ցերկովը։ Եվ այո, ապաշխարության առիթ ունենալ եւ փրկության առիթ ունենալ։ Մարդուն միայն իրեն փափակն է եւ կամ իր ցանկությունն է, իր ազատ կամքն է, որ իրեն յետ կբահե փրկութեն է։ Ուրեմն ասիկա ամեն ժողովուրդը գիտե Չէ, թվական չի, միայն 10 բادվիրանքները կան։ Եվ ես ասկի առաջ կացած եմ, չեմ տեսած 10 բادվիրանքները։ Ես նոր այս անգամ այս տարի երբ որ կաց, 2 տարի առաջ երբ որ կացի նորեն Մանենաթարան, ես այնտեղ չի տեսա դիգա։ Ուշարչուս պիտ քրավեր կամ եթե տեսած լայի։ Ուրեմն այն փաստը, որ զոհասեղանը գանգնեցված քեփախ սարի վրա, սար, որի վրա անեց դրված է, նշանակալից է եւ ցույց կտա, որ Աստծո օրենքը զանցնելու համար Իսրայելը արդարացիորեն առաջացուցած է անոր զայրույթը եւ որ այն ամիջապես անոնց վրա կթափվի, եթե չլար Քրիստոսի քավությունը ներկայացված զոհասեղանի միջոցով։ Այսինքն շատ խորունգ է։ Բայց հաղորդության ծառայություն չպետք է դխրության ժամանակը լա, այն անոր համար չէ սահմանված հաղորդության ժամանակ։ Հավաքվելով Տիրոջ սեղանի շուրջը անոր աշակերտները չպետք է հիշեն իրենց սխալներն ու ողբան, չպետք է մտածեն իրենց անցյալ հոգևոր փորձերու մասին, որքան ալ անոնք ոգեշնչող կամ հուսահատեցնողը լա, չպետք է հիշեն իրենց եւ իրենց եղբայրներու միջև եղած տարածայությունները։ Անոր համար կա նախապատրաստական ծառայություն։ Հաղորդություն քալեն առաջ դու քեզի պետք է արդեն քննես, քննություն պետք է անես, շաբաթ առաջ, ամիս առաջ, ինչ նեղություն կա սիդիտ մեջը, բայց երբ որ հաղորդության սեղանը կմոտենաս, ադիգա այլևս ուրախության դեղը։ Անոր համ այո, ինքնակննումը, մեղքերու խոստովանություն եւ դարացանությունների հարթումը, այս ամենը պետք է արդեն ըրված լա։ Հիմա անոնք կուքան հանդիպելու Քրիստոսի, անոնք պետք է գայնին ոչ թե խաչի ըստվերի տակ, այլ անոր փրկարար լույսի տակ։ Անոնք պետք է փանան իրենց սիրտերը արդարության արեքագի բայձախ շողերուն առջև։ Այսինքն հաղորդությունը մեզի ուրախություն է, քանի որ մենք կհաղորդվենք, կհաղորդակցվենք մեր Աստծուն հետ։ Եվ ինչու մենք այսօր ամբողջ օրը գարնենք, ուզենք որ մեր Աստծո հետ մեր հարաբերությունը կարդալով, երգելով, այցելելով հարաբերություն չի գդրվի Աստծո հետ։ Հազիվ մեկ օր ունենք, երբ որ քու սիրելիդ կտեսնաս, չես ուզել որ ուրիշ մեկը մեջ չմտնա, մեկու մեջ խոսածայինդ, կուզես որ դու քու խոսածություն վերջացնես կամ շարունակես։ Այսպես էլ այսօրը մենք ուզենք որ մեր ամբողջ օրը Աստծո նվիրված լա, Աստծո հետ մեր հարաբերությունը վերականգնելու եւ այդ ուրախ մթնոլորտի մեջ մեր սիրտը լեցվելու իրեն ուրախությունով եւ իրեն փրկությունով, բարեկամությունով։ Շնորհակալ եմ ձեր շարքյան համար։ Մինչև հաջորդ հանդիպում։